Հայկական երաժշտություն լսելը դեռ այնքան հաճելի չէր թվացել մեզ, որքան այդ օրը Ստամբուլում Մկրտիչ Սերժ Շիմշեքի մեքենայում։ Դրսում Ստամբուլն է, ծովը, մզկիթները, թուրք ձկնորսները, իսկ ներսում Մկրտիչ Սերժ Շիմշեքի ստեղծած փոքրիկ Հայաստանն է, որի մեջ նաև մենք ենք։ Մեկ շաբաթ անընդմեջ թուրքական տարբեր երգեր լսելուց հետո մեզ համար այդ ժամանակ ախորժելի էր թվում հայկական երգը անգամ Մկրտիչ Սերժ Շիմշեքի կատարմամբ։ Նա մեզ այս ճանապարհով տանում էր Ստամբուլի ասիական հատվածում գործող հայկական եկեղեցիներ։ Ճանապարհին, երբ հասնում ենք այս շքեղ ապարանքներին, մեքենան վարող բարերարը դանդաղում է, որ հասցնենք տեսնել ու նկարահանել Ստամբուլի շքեղ թանգարանի այս շենքը։ Այն կառուցել են հանճարեղ պալյանները։ Այս շենքը Օսմանյան շրջանին Բայյան ընտանիքը սարքած է եւ մինչեւ այսօր մյուզե լալով ցույց կտա ժողովրդին։ Մկրտիչ Սերժ Շիմշեկը ծնվել է Ստամբուլում, հայկական թաղամասում, ուր եւ մեզ ուղեկցում էր։ Այն ասիական Ստամբուլի ամենալավ թաղամասերից է, որ ընտրել էին հայերը իրենց համար։ Սկուտարի գծվի օտոման լեզուով ֆրանսիացիները սկուտարի գծեն, որ աստեղ միշտ ինչպես ասեմ օդապահության դեր եղած են։ Անոնք որ թոքի հիվանդություն ունեին, ասմասեր հոսքուկային, ամառներ հոսկանցնեին։ Պարոն Մկրտիչը եկեղեցու հետ կապված է մանկուց, նրա պապերը եկեղեցու թաղային խորհրդի անդամ են եղել, ապրել են այստեղ եկեղեցու հարևանությամբ, նա դասերից փախել եւ եկել է եկեղեցում շապիկ է հագել այդ օրերին։ Մենք փոքր եղած դենից, աստեղի ճուրերը գվազեր։ Վարդավարի օրը, աստեղ եղածին բես բարդեզներ։ Եվ աստեղը ուրբաթ քիշերվնե էր, գսկսեր ժողովուրդը հավաքվում էր վարդավարի օրը։ Եվ վարդավարի օրը աստեղը բժշկություն գուդար աս եկեղեցին։ Այս դռները պոլսահայ բարերարը իր ձեռքերով է սարքել։ Եկեղեցում եղած ճաղավանդակները, խաչերը, ապակիները Մկրտիչ Սերժ Շիմշեկի ձեռքի գործն են։ Իր սեփական գործարանում է պատրաստել աշխատակից հայերի մասնակցությամբ։ Զավացքի մակինացած դենից, աստվածքի մակինաները ինդուստրիալ գացաները պատրաստող մարդոց համար մեկ վարյան մեջը 29 կատ գացան որ անոնք դպված են, անոնք կմակրվի եւ գչորանա ամբալաժի պատրաստ կլա։ Այսինքն շատ մեծ հաջողություն ունի եւ Թուրքիա մեջի մենակ ասանք մեքենաները մեկ գչնենք որ։ Չնայած այս ամենին կան բաներ, որ ինձ համար թանկ են, եւ ես իմ սեփական կոշտացած ձեռքերով եմ դրանք նորոգում ու ոսկեզօծում, ասում էր պարոն Սերժ Շիմշենկը։ Նա պատմում էր, որ ամենին հասել է ինքնուրույն եւ մեծ դժվարությամբ։ Երբ նրա պապերը մեծ հարստություն թողնելով Արևմտյան Հայաստանում ջարդի տարիներին գաղթել են Ստամբուլ, ինքը դժվարին մանկություն ու պատանեկություն է տեսել։ Թերևս սրանով է բացատրվում այն, որ լինելով մեծ կարողությունների տեր անձնավորություն, նա չէր կորցրել ամենակարևորը՝ մարդկային հատկանիշները։ Եվ որ ես համասարանը, իդալական վարժարանը լմուցած են, և համասարանը մեկ կոշիկս միշտ կոշիկին դարպեր էր, այսիկա միշտ կսեմ, չեմ բորնանար, որ գեց եկած ենք, այնիկա լավ կիտնանից պետք է։ Պարկաստուզ այսօր, ամեն բանը ունենք, բոյև մեկ բանի պետք ուտուն չունենք, պարկաստուզով, Իր հաջողությունները նա համարում է աստվածատուր, որոնք չի ժառանգել, հասել է ինքնուրույն, դրա համար հայ եկեղեցիների բարերար է դարձել, բայց առանձին սիրով նա կապված է Սուրբ Կարապետ եկեղեցու հետ։ Ուսումնառության տարիներին նա Սրբի այս նկարի առաջ ծնկի է եկել, աղոթել ու ասում է Սուրբ Կարապետը այդ ժամանակ լսել է իրեն։ Առաջին հաջողությունները նա այդ ժամանակ է նվաճել։ Սուրբ Կարապետին նկարը գլուխը շուտ կվեցավ ասանք, դարձավ Կարելի չէ նկարը մթանապած, ինձ ասանք երևեցավ և կուլուխը շարժեց։ Եվ այս անշրջանին, և որ քննության մդա, ան երկու հարցում է եղավ։ Այստեղ է գտնվում նաև Արևմտյան Հայաստանից փրկված Սուրբ Կարապետ եկեղեցու այս մասունքը, որ ավերակներից ու ոչնչացումից փրկել ու Ստամբուլ են բերել պոլսահայերը։ Բացի Սուրբ Կարապետից ավելի քան 80 եկեղեցիների բարերար է պարոն Մկրտիչը։ Նա սկզբում ուխտել է 75 եկեղեցի բարեկարգել, բայց հիմա այդ թիվը անցնում է 80-ից։ Ստամբուլում, Կանադայում, Գերմանիայում, Ավստրալիայում ամենուրեք նա հայ եկեղեցի է վերանորոգել։ Մի ամբողջ թղթապանակ շնորհակալագրեր ու պատվոգրեր ունի մայրաթորից ու տարբեր եկեղեցիների առաջնորդ ներից։
Լոս Անջելեսեն եկեղեցին նորոգություն բաները մգարած եմ խրգած եմ անոր շնորհակալության նամակն է աստացյալ Սամատյային նորոգության ընթացքին ասիգա Ավստրալիա եկեղեցին անդերն ալրած եմ անոր շնորհակալության նամակն է Նա Հայաստանում էլ է եկեղեցի վերակառուցել Արինջ գյուղի Սուրբ Հովանես եկեղեցին բարերար հային զարմացրել է Հայաստանում ապրող մեծահարուստների անտարբերությունը ազգային ու հոգևոր արժեքների նկատմամբ Պոլսահայերի անսահման նվիրվածությունը եկեղեցուն ու ազգային արժեքներին մեկ բացատրություն ունի, որ հայրենիքից հեռու եւ պետականություն չունենալով հենց եկեղեցին է միավորում ու պահպանում, այն եւ հայրենիք է եւ դպրոց եւ հայերի միավորման ու համախմբման վայր։ Եվ եթե չլիներ այդ անսահման հավատն ու նվիրումը, դարերի ընթացքում հայրենիքից կարոտով ապրող այս մարդիկ թերևս վաղուց կդադարեին հայ լինելուց։ Քրիստինա Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Ստամբուլ